Պարոն Ասլանյան, նախ այսօրվա կապակցությամբ ձեր ուղերձը ինչպիսին է։ Նախ ուզում եմ այսօրվա կապակցությամբ շնորհավորել մեր ժողովրդին։ Սա մեր պատմական հիշողությունն է եւ ոչ մի հայ կներեք մի քիչ կոպիտ եթե ասեմ բարոյական իրավունք չունի մոռանալու, որ մեր գոյության հիմքը դրվել է հենց այստեղ։ Սարդարաբադի եւ Մայիսյան հերոսամարտերը հենց այն էջը դարձան, որով բացվեց մեր պետականության ճանապարհը։ Ես անձամբ մեր ժողովրդին ուզում եմ մի բան ասել. սիրելի ժողովուրդ, երբեք մի մոռացեք անցյալը։ Նա ով անցյալ չունի, նա չունի նաև ապագա։ Հնարավոր չէ դատարկ տեղը երկիր կառուցել։ Անցյալը կներեք, անցյալը շենքի դեպքում հիմքն է, պետք է հիմքը ունենաս, որ դրա վրա կարողանաս կառուցել։ Երբեք չմոռանանք մեր անցյալը։ Տեսեք, ես չասեցի ապրենք անցյալով։ Մի բան է ապրել անցյալով, մի բան է չմոռանալ անցյալը։ Մի հարց է, պարոն Ասլանյան, անցյալի մասին եք խոսում եւ ես հիշեցի անցյալ տարի այսօրը, երբ որ դուք քաղաքացիական պայմանագրի Անցյալ տարի այսօրը չի, 2 տարի առաջ արդեն մեզ հեռացրել է։ Եվ կաթողիկոսն այստեղ չէր կարողանում բարձրանալ, բայց հիմա դուք եկել անցյալից եք խոսում։ Ինչ ասելիք ունեք, հա, նախորդ եւ այս ընթացքում Հայաստանի արժեքների համար պայքարի։ Ես ասել եմ ու էլի կասեմ։ Այն որ արդեն շուտով 2 տարի կլինի, որ մեզ վռնդել են այնտեղից, 1 տարի չէ, որտեղ 24 թվականի նոյեմբերից մենք այնտեղ չենք։ Եթե նայեք, այդ մեկ։ Երկրորդ, այո, ես եղել եմ եւ պարոն Աղազարյանը ինձ հետ միասին, մենք միասին ենք եղել, բայց հիմա ինչպես կարող եք գնահատել այն, որ ասենք մենք կոնկրետ ներսում, որպես ներսում ընդդիմություն միշտ պայքարել ենք այն բաների դեմ, ինչ այսօր բացահայտ ենք պայքարում։ Ներսում, երբ որ ներսում ես, դու չես կարող այդ ամբողջությամբ, ասենք, դուրս գալ դրա դեմ։ Բայց մենք ներսում, ես գոնե, երբ որ կանգնում եմ հայլու առաջ, ես ինքս ինձ հարց եմ տալիս, արդյոք ես եղել եմ այն ինչ որ այնտեղ ոչ, մենք պայքարել ենք մինչև այն րոպեն, մինչև այն սահմանը, որից հետո արդեն հնարավոր չի եղել իրենց հետ քայլել։ Եվ մենք հայտարարել ենք, քանի որ ԿՊ-ն հեղափոխական արժեքներից հեռացել է, մենք իրենց հետ այլևս ճանապարհ չունենք։ Այսօր մեծ զորահանդես են կազմակերպել հրապարակում, բանակի տեխնիկան են ցուցադրում։ Ընտրություններից առաջ ինչու որոշեցին նմանատիպ միջոցառում կազմակերպել, քանի որ վերջին 10 տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, չի եղել նմանատիպը։ Չեք սխալվում, օրինակ ես բոլորովին դրական չեմ համարում առաջին, որ այստեղ այսօր զորահանդես է։ Զորահանդեսից առաջ, նախ եւ առաջ երկրի ղեկավարությունը պետք է լիներ այստեղ, որովհետև սա մեր անկախության օրն է եւ անկախության օրը շատ ավելի կարեւոր է, քան ինչ որ զորահանդես, առավել եւս ես ճիշտ է ռազմական մասնագետ չեմ, բայց քիչ թե շատ առնչվում եմ ռազմական տեխնիկայի։ Ինչ էր ցուցադրվում, ես ճանապարհին գալիս եի եւ նայում էի, ուղղակի գիտեք ինչ կա, դա մի նոր շոու է ժողովրդի աչքին ցույց տալու, որ տեսեք մենք ինչ զենքեր ունենք։ Այդ զենքերով այս պայմաններում դու Ադրբեջանի դեմ չես կարող, որովհետև եթե դրա կողքին ցույց տային, թե Ադրբեջանը ինչ զենքեր է առել եւ քանի ինչ պայմաններում ինքը քեզ ուղղակի կուլ կտա, երբ որ այս պայմաններում Ադրբեջանը այս տարվա կտրվածքով շուրջ 30%-ով ավելացրել է իր ռազմական բյուջեն, հասցնելով կարծեմ 2.5 միլիարդի, իսկ մերոնք այսպես ռազմական բյուջեն 15%-ով կրճատում են։ Երբ որ
ես վերջերս հարցազրույցի ժամանակ այդպես մի բան ասի, օրինակ ես կընդունեի Փաշինյանին, եթե հենց այսօր ինքը դուրս գար եւ ժողովուրդն էլ կընդուներ։ Երբ որ դուրս գար ասեր ժողովուրդ ջան, ես ոչ թոշակներն եմ բարձրացնելու, ոչ աշխատավարձերը, ոչ ասֆալտ եմ արելու, ոչ ման չեմ անելու։ Ես ռազմարտունաբերությունն եմ հզորացնելու, որպեսզի 1-2 տարի հետո մենք կարողանանք իսկապես մեր հարևան մեծ չկամներին ինչպես պետք է տեղը դնենք։ Ասանյան, բայց ասում են խաղաղությունն է, իրենք այդպես չեն էլ դիտարկում, որ կարող է ինչ-որ պահ գալ, որ ռազմական գործողություններ սկսվեն եւ տեղը դնելու կարիք լինի։ Շատ կներեք, նախ խաղաղություն չէ, նախ հրադադար է։ Երբ պետք է մեր ժողովուրդը հրադադարը խաղաղությունից տարբերի։ Շատ կներեք, ես այս օրինակը նորից եմ բերել 1337 թվականից մինչև 1453 թվականը 37-ին 116 տարի Անգլիայի եւ Ֆրանսիայի միջև եղել է պատերազմ։ Եվ այնտեղ միջանկյալ եղել է ժամանակահատված, երբ տասնամյակով նույնիսկ մի անգամ կարծեմ 20 տարուց ավել եղել է հրադադար եւ իրար դեմ չեն էլ կռվել, ամբողջ մի սերունդ է մեծացել, բայց չեն կրակել։ Եվ միայն պայմանագիրը կնքվել է ու խաղաղությունը հաստատվել է 1453 թվականին։ Բայց եթե դեռ պայմանագիր չի կնքվել, ուղղակի հրադադարի համաձայնագիր է ձեռք բերվել, եւ այդ համաձայնագիրը չի կնքվի մինչև այն րոպեն, երբ Նիկոլ Փաշինյանը վազելով, վախենալով, ցռան վերգոյի նման կգնա ու մեր եւ սահմանադրությունը կփոխի եւ դուրս կհանի այն բոլոր բաները, որոնք խանգարում են Գասպաջին Ալիևին իր տիրոջը։ Պարոն Ասլանյան, Ռուսաստանից օրեցօր ավելի կոշտ սպառնալիքներ են հնչում, զգուշացումներ են ավելի ճիշտ հնչում, ըստ ձեզ այս լարվածությունը մինչև ուր կարող է հասնել, ինչպիսի հանգուցալուծում կարող է ունենալ այս իրավիճակը։ Ռուսաստանի դեպքում գիտեք ինչ կա, եթե դուք հարցին ճիշտ մոտենաք, կտեսնեք հետևյալը։ Մինչև հիմա ռուսական կողմը փորձել է Փաշինյանին ասել, որ 2 լարի վրա մի խաղա։ Բայց տեսնելով, որ արդեն ոչինչ չի ստացվում, այս վերջի անգամ եւ դրանից հետո ժամանակահատվածում ռուսական ղեկավարությունը կոնկրետ դիմում է հայ ժողովրդին։ Եթե նկատել եք, նա հայ ժողովրդին է ասում, ժողովուրդ, տեսեք ինչ կարող է լինել։ Ես չգիտեմ ինչը ինչոց է այդ հարցով, բայց չի կարելի 2 լարի վրա խաղալ, որովհետև 2 լարի վրա խաղալու դեպքում դու ուղղակի կճողվես ու կընկնես։ Շնորհակալություն։ Խնդրեմ։